Տուն Էքսպոն Հայաստանից դուրս։ Անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի այս խոշոր ցուցահանդեսը 2022 թվականից սկսած 4 անգամ հաջողությամբ կազմակերպվելով Երևանում և տալով սպասվածից մեծ արդյունքներ, այս տարի ունի մեծ նորություն։ Այն դուրս է գալիս ՀՀ սահմաններից։ 2025 թվականի համար ցուցահանդեսի կազմակերպիչ Big Projects ընկերությունը պլանավորում է 3 Տուն Էքսպո՝ Երևանում, Մոսկվայում և Լոս Անջելեսում։ Մարտի 29-ին Տուն Էքսպո 2025 Networking Day միջոցառման շրջանակում կազմակերպիչները կառուցապատողներին և անշարժ գույքի ոլորտը ներկայացնող այլ կառույցների և ընկերությունների ներկայացրեցին առաջիկա Տուն Էքսպոները, ինչպես նաև ամփոփեցին Տուն Էքսպո 2024-ի արդյունքները։ Նախորդ անգամ մենք ունեցանք շատ լավ ցուցանիշներ, մոտ 20,000 այցելու, այդ 20,000-ից մոտ 2,000 գործարք ունեցանք, ինչը կազմում էր մոտ $200 միլիոն։ Եվ ես կարծում եմ այդ ցուցանիշը եւս մեկ անգամ գալիս է փաստելու, որ Տուն Էքսպոն շատ կարևոր եւ իր ուրույն դերը ունի առհասարակ մեր անշարժ գույքի ոլորտում։ Big Projects ընկերության նպատակն է հայաստանյան անշարժ գույքն ավելի հասանելի ու հասկանալի դարձնելը առաջին հերթին Սփյուռքում ապրող հայերին, այնուհետև ՀՀ սահմաններից դուրս ապրող մարդկանց։ Էքսպոն դրսում ներկայացնելու գաղափարը տվյալահեն որոշում է, հիմնված ընկերության կողմից արված ուսումնասիրությունների, ինչպես նաև կառուցապատողների ու անշարժ գույքի գործակալությունների տվյալների վրա, որոնք վկայում են, որ Սփյուռքի մեր հայրենակիցները հետաքրքրված են ՀՀ-ում անշարժ գույքի ձեռքբերմամբ։ Մենք շատ լավ գիտենք, որ եկամտային հարկի Երևանում սահմանափակումներով պայմանավորված անշարժ գույքի շուկայում մի փոքր պասիվ վիճակ է եւ հատկապես ելի մեր ունեցած տվյալներով հունվարը, փետրվարը խոստումնալից չեն եղել եւ կանխատեսելով նաեւ ապագա խնդիրը ու տեսնելով նաեւ պոտենցիալը միջազգային շուկայում մեր հայրենակիցների կողմից Հայաստանում անշարժ գույքով հետաքրքրվելու որոշել ենք լինել այդ օղակը, այդ հարթակը, որը կթարգմանի այստեղի գործողությունները, այսպես ասած, ճակերտավոր ասած, միջազգային հարթակում եւ կներկայացնի այն բոլոր նախագծերը, պրոյեկտները, որոնք արժանի են թե ներդրումների համար եւ թե ապրելու համար ընտրվելու մեր երկրում։ Ըստ կազմակերպիչների ներկայացրած տվյալների, նախորդ տարի Հայաստանում առաջնային շուկայից կառուցապատողից վաճառվել է 18,000 միավոր գույք, որից մոտ 10-ից 12%-ը ձեռք են բերել ՌԴ-ի մեր հայրենակիցները եւ նրանց կողմից ձեռք բերված գույքի ընդհանուր արժեքը կազմել է մոտ $200 միլիոն։ Դա բավականին մեծ թիվ է, որը կարող է զարկ տալ մեր տնտեսությանը եւ մենք վստահ ենք, որ այդ $200 միլիոն ունի պոտենցիալ դառնալու 300, 400, 500 եւ այդպես աճի։ Այն քաղաքներում, որտեղ ապրում են 50-ից 50,000-ից ավելի հայեր, ընդհանուր առմամբ ստացվում է 1.5 միլիոն հայ 10 քաղաքներում։ Եվ եթե մենք կարողանանք այդ 1.5 միլիոն հային ապացուցենք, որ Հայաստանում պետք է ներդրումներ անել, վերադառնալ, ապրել, որպես ինվեստիցիա դիտարկել, ընդհանրապես 1%-ին եթե կարողանանք վաճառք անենք, գումարը ընդհանուր կկազմի $2 միլիարդ։ Եվ մենք վստահ ենք, որ 5 տարիների ընթացքում դա կարող է հնարավոր դառնալ։ Առաջիկայում կազմակերպիչները պատրաստվում են Տուն Էքսպո Մոսկով 2025-ին, որը կկայանա հունիսի 27-ից 29-ին։ Դրան կհաջորդի Տուն Էքսպո Երևան 2025-ը սեպտեմբերի 5-ից 7-ին, այնուհետև Տուն Էքսպո Լոս Անջելես 2025-ը նոյեմբերի 23-ից 25-ին։ Տուն Էքսպո Մոսկով 2025-ը պրեմիում դասի անշարժ գույքի ցուցահանդես վաճառք է, որը ներկայացնելու է ներդրումային գույքեր Հայաստանից, Ռուսաստանից եւ ամբողջ աշխարհից։ Տուն Էքսպոն գնում է միջազգային շուկա, դարձյալ որպես միջազգային ցուցահանդես, պահպանելով հայկականությունը եւ նաեւ անունը, քանի որ մեր առաջնային նպատակը հայրենական անշարժ գույքը հաճելի, գրավիչ եւ ցանկալի դարձնելն է միջազգային շուկայում, շատ կարեւոր է նաեւ պահպանել անունը, որովհետեւ ինչպես նշեցի, մեր շատ հայրենակիցներ գալիս են Երևան Տուն Էքսպոյի օրերին հենց Տուն Էքսպոյի համար, այսինքն Տուն Էքսպոն անծանոթ երևույթ չի լինելու մեկը հենց ռուսական շուկայում հայերի շրջանում։ Տուն Էքսպո Մոսկով 2025-ն այցելուներին խոստանում է հատուկ առաջարկներ կառուցապատողներից եւ գործակալություններից, արդյունավետ B2B հնարավորություններ, գործնական հանդիպումներ, փակ շնորհանդեսներ եւ հանդիպումներ հիմնական ներդրողների հետ։ Ցուցահանդեսում ներկայացված կլինեն ավելի քան 50 ընկերություն աշխարհի տարբեր երկրներից։